եզի տարվա համար տարին ներքին տագնապ է առաջացնում։ Նա ներքուստ անհանգիստ է այն պատճառով, նրա համար շատ վատ տարի կլինի, եթե ատում է անտեսանելին։ Ես ասի, երկրորդ պլանով գաղտնի աշխատում է անտեսանելին։ Նրանք, ովքեր ատում են դա, շատ վատ տարի կլինի իրանց համար։ Վագրը հավատում է, որ եկել է իր բոլոր մտահղացումների իրականացման ժամանակը, բայց տարին պահանջում է զբաղվել իր կնոջ հետ կապված հարցերով։ Երբ խոսքը վերաբերվում է կատվին, նա չի անհանգստանում, սպասում է, տեղյակ է ամեն ինչին, սպասում է, որ այդ անկարգությունները ուղղակի վերանան։ Նա պետք է մտածի իր առողջության մասին։ Հրեշը փորձում է առաջ շարժվել, ծրագրեր ունի։ Նա չի սիրում, երբ իր վրա ծիծաղում են, նա պետք է զբաղվի իր երեխաների հետ կապված հարցերով։ Օծի տարին մտածողությունը ծածկագրվում է։ Նա ծիծաղելի է, երբ հետաքրքրությունից դրդված մասնակցում է իրադարձություններին։ Նա իր ծնողներից չի շահի։ Ձիու համար տարվա անկարգությունները բավական գլխացավանք է առաջացնում, բայց նա որոշում է զբաղվել քաղաքականությամբ, բարեմտորեն իր թիկունքը ապահովելով։ Ամրանում է նրա կապը իր եղբայրների և քույրերի հետ։ Այցի համար տարին անհետաքրքիր է, այդ իրադարձությունները նա անմտություն է համարում, զբաղվում է իր աշխատանքի հետ կապված հարցերով, որոնք նրան ֆինանսական մեծ հաջողություններ են խոստանում։ Կապիկը զվարճանում է, որն արդեն անկարգություն է, և հարվածով ձեռք չի նկատում։ Նրա վտանգը այդ մասում է, որ չի նկատում, որ հարված կա։ Նա ապրում է աներկյուղ կյանքով։ Ուղղակի զվարճանում է։ Աքաղաղի թշնամիները կշատանան, քանի որ հարձակումներով ուզում է կարգ ու կանոն ստեղծել, տարածվել իր բարոյականությամբ, նա պատրաստ է նաև ինքնազոհողության։ Շան տարի նրա համար սիրելու տարի է։ Նա հավատված է, չի պատրաստվում նորից սկսել, բայց վագրի նման հավատում է, որ կիրականացնի իր մտահղացումները։ Խոզը երկու կողմից կանի այն, ինչին հավատում է հոգով։ Նրա անձնական գործերը վերականգնվում են, հատկապես սերը։ Նրա համար տարին հաջողություններ է բերում, իսկ նա հայտնաբերում է իր ուրախությունը։ Եվ վերջինը Արմեպին ուրախացնում է տարվա ամեն տեսակի իրադարձություններն ու անկարգությունները։ Հաճելի է նրա համար։ Նա գտնում է իր հավասարակշռությունն ու երջանկությունը։ Թող նա ամուսնանա, եթե ամուսնացած չի, և գնա ճամփորդությունների։ Հզորացումը բերում է իր պտուղները։